Ավետարան ըստ Մարկոսի 3 Չորացած ձեռքի բժշկումը Եվ նա նորից ժողովարան մտավ, այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը չորացած էր, և նրան ուշադրությամբ դիտում էին, տեսնելու, թե շաբաթ օրով նրան կբժշկի, որպեսզի ամբաստանեն նրան։ Եվ Հիսուս ասաց այն մարդուն, որի ձեռքը չորացած էր. «Վեր կաց, մեջտեղ արի»։ Ապա ասաց նրան. «Շաբաթ օրով ինչ բան է օրինավոր անել, բարի գործ գործել, թե չարիք անել, մի հոգի ազատել, թե կորստյան մատնել»։ Եվ նրանք լռեցին։ Եվ Հիսուս ցասումով լցված, նայելով նրանց և տրտնտելով նրանց սրտի կուրության համար, ասաց մարդուն. «Երկարիր ձեռքդ»։ Եվ նա երկարեց, ու նրա ձեռքը առողջացավ։ Փարիսեցիները հերովդեսականների հետ իսկույն դուրս ելան և խորհուրդ էին անում նրա դեմ, թե ինչպես նրան կորստյան մատնեն։ Բազմություններ Հիսուսի հետևից։ Իսկ Հիսուս իր աշակերտների հետ միասին գնաց ծովեզերք, և Գալիլեայից բազում ժողովուրդ էր գնում նրա հետևից, նաև Հրեաստանից, Երուսաղեմից, Հորդանանի մյուս կողմից, ինչպես նաև Տյուրոսի և Սիդոնի շրջակայքից բազում ժողովուրդ, երբ լսում էր, թե նա ինչքան բան է անում, գալիս էր նրա մոտ։ Եվ նա իր աշակերտներին ասաց, որ իր համար մի նավակ պատրաստ լինի ամբոխի պատճառով, որպեսզի իրեն չնեղեն։ Քանի որ շատերին բժշկեց, ուստի ամեն տեսակ հիվանդություններ ունեցող մարդիկ գալիս էին, խռնվում նրա շուրջը, որպեսզի դիպչեն նրան, և պիղծ ոգիները, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ, աղաղակում էին ու ասում. «Դու Աստծո որդի ես», իսկ նա խստիվ պատվիրում էր նրանց, որ իր ինքնությունը չհայտնեն։ 12-ի ընտրությունը Հիսուս լեռը բարձրացավ և իր մոտ կանչեց նրանց, որոնց ինքը կամեցավ, և նրանք գնացին նրա մոտ։ Նա նշանակեց 12-ին, որի շուրջը լինեին, և նրանց քարոզելու ուղարկի, ու նրանք իշխանություն ունենան ցավեր բուժելու և դևեր հանելու։ Եվ Սիմոնի անունը Պետրոս դրեց, և Զեբեդեոսի որդու Հակոբոսի ու նրա եղբոր Հովհաննեսի անունները դրեց Բաներեգես, որ նշանակում է որոտման որդիներ։ Նաև Անդրեասին և Փիլիպոսին, և Բարթողեմեոս և Մաքսավոր Մատթեոսին, և Թովմասին, և Ալփեոսի որդի Հակոբոսին, և Թադևոսին, և Սիմոն Կանանացուն, և Հուդա Իսկարիովտացուն, որը և նրան մատնեց։ Նրանք տուն վերադարձան, և ժողովուրդը նորից եկավ նրանց հետ, այնպես որ նրանք հաց ուտելու անգամ ժամանակ չունեցան։ Եվ երբ Հիսուսի յուրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետև կարծում էին, թե խելքը կորցրել է։ Հիսուս և Բեեղզեբուղը Իսկ Երուսաղեմից իջած օրենսգետներն ասում էին, թե դրա մեջ Բեեղզեբուղ կա, և դևերի իշխանի ձեռքով է հանում դևերին։ Եվ նա իր մոտ կանչելով նրանց, առակներով էր խոսում նրանց հետ. «Ինչպե՞ս կարող է սատանան սատանային դուրս հանել։ Եվ արդ, եթե մի թագավորություն ինքն իր մեջ բաժանվի, այդ թագավորությունը չի կարող կանգուն մնալ։ Եվ եթե մի տուն ինքն իր մեջ բաժանվի, այդ տունը չի կարող կանգուն մնալ։ Եվ եթե սատանան ինքն իր դեմ դուրս գա և բաժանված լինի, չի կարող կանգուն մնալ, այլ նրա վախճանը հասել է։ Ոչ ոք չի կարող հզորի տունը մտնելով նրա ունեցածը կողոպտել, եթե նախ չկապոտի հզորին, և ապա միայն կկողոպտի նրա տունը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարդկանց որդիներին, որքան էլ հայհոյեն, ամեն մեղք և հայհոյանք կներվի, բայց ով որ հայհոյի Սուրբ Հոգուն, հավիտյանս թողություն չի ունենա, այլ նա հանցապարտ պիտի մնա հավիտենական մեղքով։ Այսպես խոսեց, որովհետև ասում էին. նրա մեջ պիղծ դև կա։
Հիսուսի մայրն ու եղբայրները։ Եկան նրա եղբայրները եւ մայրը եւ դրսում կանգնած մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան։ Եվ այնտեղ ժողովուրդը նստել էր նրա շուրջը։ Եվ երբ ասացին նրան. «Ահավասիկ քո մայրն ու քո եղբայրները դրսում են եւ քեզ են ուզում», նրանց պատասխանեց եւ ասաց. «Ո՞վ է իմ մայրը կամ իմ եղբայրները»։ Ապա նայեց իր շուրջը իր աշակերտներին, որոնք նստած էին, եւ ասաց. «Ահավասիկ իմ մայրը եւ իմ եղբայրները, որովհետեւ ով Աստծո կամքն է կատարում, նա է իմ եղբայրը եւ քույրը եւ մայրը»։